Բարև ձեզ։ Այսօր բանակի օրն է, շնորհավորում եմ ձեզ։ Դուք ծառայել եք։ Ինչ եք մտածում բանակի մասին, ինչ կմաղթեք մեր բանակին։ Ամենակարևորը խաղաղություն թող լինի, մնացածն կայուն բանակ ամենակարևորը։ Մենք տեղացի չենք, նույնիսկ Որ երկրից եք։ Գերմանիայից։ Գերմանիայի բանակը լավն է։ Կարծում եմ ենթադրում եմ։ Գերմանիայի բանակը լավն է ու իրանց պետությունը շատ լավ է նայում իրանց այսպես ասած ծառայողներին։ Իրանց համար դա համ աշխատանք է, համ ծառայություն, բայց լավ կլինի, որ մեր հայկական բանակն էլ այդպես լինի։ Նկատի ունեմ պայմանները, վերաբերմունքը, զինվորին, Այո։ պաշտպանված կզգանք մեզ։ Ցանկանում եմ մեր երկրին խաղաղություն, բոլոր երկրներին խաղաղություն։ Ձեզ լավ օր։ Ձեզ էլ շնորհակալություն։ Տոն է ձեզ համար բանակի օրը։ Իհարկե, անշուշտ։ Ինչ կասեք Գիտեք, բանակի։ հանդիպել եմ անգամ ճանապարհին զինվորականների եւ պարտադիր շնորհավորել եմ նրանց։ Տոն է, որովհետեւ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր տոնը, իսկ այս մասնագիտությունը եւ մասնագիտությունը եւ հայրենիքի պաշտպանների օրն է։ Իրենք մեզ պաշտպանում են, որ մենք հիմա քայլում ենք այսպես։ Մենք պաշտպանված ենք հիմա, պաշտպանված եք ձեզ զգում։ Այո։ Եվ ասենք ինչպեսին պետք է լինի բանակը, որպեսզի հայրենիքից մաս չկորի։ Շատ ուժեղ եւ մենք դրանում մեծ պիտի աջակցենք բանակին։ Պիտի աջակցենք պետությանը, ինչու՞ չէ, այդպես էլ եմ կարծում։ Բանակը պետք է այնքան ուժեղ լինի, որ մենք կարողանանք թիկունքը զգանք բանակի։ Եվ դուք հիմա դա զգում եք։ Ուզում եմ զգալ։ Երևի թե քիչ-քիչ պետք է լինի, կառուցողական պետք է լինի, չգիտեմ։ Ինչ եք մտածում բանակի մասին։ Դուք ծառայել եք արդեն։ Չէ, անչափահաս ենք դեռ։ Անչափահաս եք։ Ես սովորաբար անչափահասներին հարցեր չեմ տալիս, բայց բանակը այնպիսի թեմա է, որ ուզում եմ ասել, ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Բանակը մեր երկրի հիմնասյունն է։ Առանց բանակ չկա պաշտպանություն, չկա հենասյուն։ Այդ պատճառով միշտ պետք է զարգացնենք, սիրենք ու մեր զինվորներին լավնենք։ Դուք գնալու եք բանակ։ Սովորաբար։ Դե ուրեմն ձեզ նախապես ասում եմ բարի ծառայություն, միշտ խաղաղ երկնքի տակ ծառայեք։ Շնորհակալություն, ես եմ շնորհակալ։ Ինչ որ մի բան կասեք շնորհավորանք կամ ինչ որ խոսք մեր բանակի մասին։ Աստված պաշտպանի իրենց, մեզի մենք դակուկ դեղ ենք, իրենք բաղ ցույներու մեջ, իրենց Աստված ուժ դա, որ ավելի զորանա մեր հայրենիքը։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհավոր բանակի օրը։ Կարող եք մի բարեմաղթանք ասել կամ ձեր կարծիքը ասել, ինչպիսին է մեր բանակը։ Խաղաղ լինի երկինքը, մեր զինվորները բարեհաջող ծառայեն, վերադառնան, ամրանանք, զորանանք, ուժեղ երկիր դառնանք։ Բանակի օրն է, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Դուք էլ մի բան ասեք բանակի օրվա կապակցությամբ։ Ինչպիսին է այսօր հայկական բանակը։ Ներողություն, էլի չեմ կարող պատասխանել։ Ինչի։ Չգիտեմ, տրամադրություն է։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես չեմ սարմանա, եթե պարզվի, որ հենց բանակի մասին հարցն է, որ մարդկանց տրամադրությունը մի փոքր գցում է եւ դա հասկանալի է, որովհետեւ պարտված բանակի մասին խոսելը ցավալի է։ Ցավալի է, որովհետև դա հիշեցնում է այն կորուստները, որ մենք ունեցել ենք այդ պարտության ընթացքում։ Բարև ձեզ։ Բանակի օրը շնորհավոր։ Բանակի օրն է, շնորհավոր ասում։ Շնորհակալություն։ Մի բան էլ դուք ասեք շնորհավոր եք, մինչև կանցնենք այս փողոցը։ Ու բոլոր զինվորներին թող իրանց տոնը շնորհավոր լինի, ինչ ասեմ, թող Հայաստանն էլ անկախություն որ ասում է, թող պատերազմ էլ չլինի, կամա։ Կարևորը ես դա եմ ցանկանում, որ պատերազմ չլինի։ Բայց պետք է ինչպիսի բանակ ունենալ, որ պատերազմ չլինի։ Ու ինչպեսի բանակ պետք է ունենալ, որ հզոր պետություն պետք է լինի, որ հզոր բանակ ունենա։ Դա մեզնից է գալի, ժողովրդից է գալի։ Ինչ որ մի շնորհավորանք ասեք բանակին։ Կներեք էլի։ Ինչու ոչ ոք չի ասում, ախր այսօր տոն է, երևի արդեն դուք 5-րդ մարդն եք, որ ասում եք տրամադրություն չկա, տոնական օրը ընդամենը շնորհավորանք եմ ես ակնկալում։ Շնորհավորում եմ։ Ինչու բանակի մասին խոսակցությունը անմիջապես գցում է մարդկանց տրամադրությունն այսօր։ Բոլորը դեպրեսիայի մեջ են երևի։ Եվ երևի պարտված բանակը ավելի շատ ցավ է պատճառում, հա, այդպես է։ Հնարավոր է։
Հնարավոր է, չէ։ Դժվարանում եմ ասում։ Ինչպես կարելի է շտկել այս վիճակը։ Ձեր կարծիքով։ Շատ բարդ հարց եք տալի։ Իմ կարծիքով շատ երկար ժամանակ է դրան պետք։ Ու առաջերտին ինձ թվում է համախմբվում, չգիտեմ, կրթություն, ինչը մի բան պետք է փոխել մարդկանց մեջ։ Շատ ենք չարացել։ Մենք ուզում ենք խաղաղություն, որ դեպքում է լինում խաղաղություն։ Տեսնում եք, ես տարբեր բաներ լսեցի։ Մեկը ասաց թշնամին դառնա բարեկամ կլինի խաղաղություն, մեկն ասաց բանա կլինի, հզոր կլինի խաղաղություն։ Եվ մեկն ասաց ես մարդ չեմ ուզում սպանեմ, ես խաղաղության կողմնակից եմ, տարբեր բաներ եմ լսել։ Ձեր կարծիքը ինչպիսին է խաղաղությունը երբ է լինում։ Խաղաղությունը իմ կարծիքով ոնց որ ասում են ուժն է ծնում իրավունք։ Ամեն դեպքում պետք է ուժեղ լինես, որ ոչ մեկ ոչ ոք չկանա քեզ։ Խաղաղությունը ուժով են ապահովում, դա ճիշտ բան է ու դարերով եկած է։ Անզեն, անուժ միշտ մեղավոր ես լինելու եւ թույլ։ Իսկ թշնամուն բարեկամի վերածելու ջանքերը ինչպես է գնահատում ընդհանրապես։ Ուրեմն մենք այսօրվանից եկեք բարեկամ լինենք։ Ես ձեզ ճանապարհ տամ։ Դուք դառնաք իմ բարեկամը, էլ չսպանեք ինձ։ Դա տարբերակ չի։ Եթե դուք նկատի ունեք քաղաքականության մեջ, գիտեք ոնց են ասում, հավերժ թշնամիներ չեն լինում, բայց մյուս կողմից էլ ասում են, որ պատմությունը մարդ եթե լավ իմանում է, պետքա ճիշտ հետևություններ անի։ Պատմությունը ցույց է տալիս, որ այդ ու մասին ասում եք ճանապարհ տվող, երբեք հենց չի տալիս, ակնկալում է ինչ որ մի բան դրա դիմաց։ Ոնց որ սովորական մարդկային հարաբերություններում այս իրանք ինչ են ակնկալում մեզանից, ինձ թվում է շատերս շատ լավ հասկանում ենք, էլի, որ մենք չլինենք, չգոյատևենք այդտեղ, լինենք իրանց մի մասը, իրանց մոտ այտենց սատանց ցանկություն չկա ճանապարհ տալու, ընկերանալու, մենք լինենք անկախ։ Ով վերջ։ Չգիտեմ։ Այսինքն դուք բանակը հզորացնելու կողմնակիցն եք։ Միանշանակ այո, պետք է հզոր լինես, որ կարողանաս կոպիտ ասած, ժողովրդական լեզվով ասած, քո ճիշտը ապացուցես, որ դու ճիշտ ես։ Թե չէ ինչքան է ճիշտ լինես եւ թույլ, դու ուրեմն սխալ ես եւ մեղավոր։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհավորում եմ բանակի օրը։ Շնորհակալություն։ Հուսանք, որ մեր բանակը նորից կվերականգնի իր հաղթող ուժեղ բանակի։ Պետք է ամեն մեկս ցկտենք դրան։ Ամեն մեկս իր լուման դնենք դրա մեջ։ Դուք բանակում ծառայել եք։ Խորհրդային միություն։ Շատ լավ։ Ճիշտն ասած, ամսի 3-վա տոնի օրն էլ չեմ գտնում, որ ճիշտ էր կպցնել 28-ին։ Չգիտեմ ինչի են հենց այդ օրը ընտրել, բայց կարելի էր ենթադրում եմ ուրիշ օր ընտրել, էլի։ Պետք չէր ուրախ եւ հիշատակի օրերը կպցնել իրար։ Դա էլ կարող է ինչ-որ չափով տխրացնում է, բոլորս հիմա հիշում ենք զոհված երեխեքի ու այսօրվա օրը արդեն ավելի շուտ ոչ թե ուրախ տոնն է, ոնց որ դուք ասացիք խոսակցության սկզբից, այլ ավելի շատ բանակի օրը ապրիլի 24-ի նման արդեն հիշատակի բան ենք հիշելու։ Հասկանալի է։ Այն առաջվա փետրվարի 23-ը չի, այն ոնց որ մեր Որովհետև փետրվարի 23-ն էլ, առաջվա հունվարի 28-ն էլ հաղթանակած բանակների օր էր եւ ոչ թե պարտված։ եղավ, շնորհակալություն Ես ձեզ։ եմ շնորհակալ։ Հաջողություն։ Ամենայն բարիք եմ ցանկանում։ Աստծո ձեր կամպակասել մեր հայազգի գլխից, այդ կռի մռիները վերանան, ով չուզի մի ասացած կամ մեր ծառը, ոչ թե չուզողի անտառը, չուզողի տայգան թող մկները ուտեն։ Իսկ ով չի ուզում ձեր կարծիքով խաղաղություն տարածաշրջանում։ Շատ ազգեր կան, որ չեն ուզում, ովքեր գենետիկորեն ագրեսորներ են։ Միշտ իրեն ուրիշին է, նա ինչը չեն։ Մենք ունենք այդպիսի հարևաններ։ Այդ ինչ հարցեր։ Պարսի շրջապատված են կտեն հարևաններով։ Բա ո՞նց եղավ, որ տեսնում եք, ասում են, որ կարելի է խաղաղության հասնել նաև թշնամու հետ բարեկամ դառնալով։ Տարբերակ է, չէ՞ դա։ Եթե խաղաղության է ասում, դա պարտադիր չի բարեկամ դառնալը։ Եթե խաղաղությունը կարող է
կշրքի վրա շահագրգռվածությունը հավասարվում է։ Հա։ Դա բարեկամ դառնալ երբեք չհավատակ, որ կարող է հայը թուրքի հետ բարեկամ դառնալ։ Հավատում են, իրական Հայաստանը լինելու է բարեկամ իր հարևանների հետ։ Վրաստանի հետ կարող է լինել, Ռուսաստանի հետ կարող է լինել, բայց Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մուսուլմանական երկրների հետ այդ Բայց կարելի է նաև չկռվել, երևի կարելի է որ Եթե չեն կրում, այդ չի նշանակում, որ արդեն բարեկամ են։ Չկրվել է ուրիշ բան է, կրվել է ուրիշ է, բարեկամություն ուրիշ մեր է։ բանակը այսօր ինչպիսին է ձեր կարծիքով։ Ես չի ասի, որ շատ գովեստի բանակ է, դե որտեղ դա ֆինանսական մեծ գումարների հետ է կախված, գիտության հետ է կախված։ Այսօր Հայաստանի գիտությունը այն չի, ինչ որ սովետական տարիները, նույնիսկ նա Մոսկվային անես գիտնականներ էր տալի, որ սեկրետնի մարդիկ էին, գաղտնի մարդիկ էին, հայ գիտնականներ, որոնցից մեկը Օղորմածիկի մեծ աղբերներ, այստեղ ռուսական գործարան կար, այդտեղ 5 հոգի էին, իրանք Արբայնակի մեջի տեխնիկան էին թարմացնում, զարգացնում, մենք իսկ չենք էլ իմանում, որ մահացավ, մահից հետո իմացան, որ գաղտնի մարդ է եղել։ Ձեր հարազատ եղբայրն է։ Մեր ամենամեծ աղբերն էր, Ինչպես է նրա ազգանունը։ Ստեփանյան, Ստեփանյան։ Աբովյանը մեր այդ վայրենի գործարանը, զինվորական գործարանը։ Եվ ինչու՞ չէ, գուցե հիմա էլ հնարավոր է ռազմական արդյունաբերություն զարգացնել։ Զարգացնել, բայց զարգացնել համար գումար է պետք։ Պետությունը Հայաստանի այդ վիճակին է, որ գումար զարգացնի։ Ինչ օր է դա ձեզ համար։ Ընդհանրապես դա տոնական Այո, իհարկե հայկական բանակի օրն է, ոնց տոնական չի լինի ինձ համար։ Ստեղծվել է արդեն հայկական բանակի օրն է։ Մեր զինվորի ապահովության ամեն ինչի համար։ Բարև ձեզ։ Այսօր բանակի օրն է, շնորհավորում եմ ձեզ։ Ես չեմ ծառայել, Բայց կարող եք դուք էլ շնորհավորել։ ես էլ եմ շնորհավոր։ Ինչ կասեք բանակի մասին։ Առողջ լինեն, խաղաղ լինեն, ուղղակ սիրով, Իսկ դուք ինչի չեք ծառայել, եթե գաղտնիք չի։ չեմ ուզել։ Գիտեք հիմա Մարդ սպանել չեմ սիրում։ Հա։ Պարզ է։ Պատերազմել ուրիշ կերպ կարելի է։ Հա։ Դե ինքը գնաց, ես չհասցրեցի ասել, որ բանակը մարդ սպանելու համար չէ եւ ոչ էլ մարդ սպանելու մասին է, այլ հակառակը հայրենիքում ապրող մարդկանց պաշտպանելու եւ սպանությունից հնարավոր փրկելու համար է։ Եվ երևի եթե այդ մարդը դիտի մեր հաղորդումը, կիմանա, որ բանակը մարդկանց փրկելու համար է եւ ոչ թե սպանելու։